Պարոն Սարգսյան, Երևանում էր Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը Մհեր Գրիգորյանի հետ քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության միջկառավարական նիստ է տեղ ունեցել եւ գրեթե նիստից ընդգրկուն տեղեկություններ չի եղել, նշվում է, որ վերլուծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրատնտեսական եւ մշակութային հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաեւ սահմանվել են երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը, ինչ նպատակ ուներ Օվերչուկի այցը։ Ինչ որ մի կերպ մնալ Հայաստանում, Ռուսաստանի հետ, որովհետեւ մեծ հաշվով բոլորին արդեն պարզ է, որ Ռուսաստանը դուրս է գալիս, նույնիսկ չի հետ մղվում, չնայած բոլոր կողմերը բացի երևի թե Ադրբեջանից փորձում են իրան Հայաստանից դուրս վռնդել։ Ինքը ինչ-որ ձև փորձում է մնալ եւ փորձում է այդ ինչ ասեմ, բանկրոտ վիճակից ինչ-որ մի բան քամել։ Հայտարարությունը, որը հենց նոր կարդացի, այնտեղ որ գրած է, որ հումանիտար բան ինչ-որ, դա հիմնականում ցույց է, որ ոչ մի ռազմավարական բան չի մնացել քննարկման։ Այսինքն դե հումանիտարը այդն է, որ նույնիսկ Բուրկինա Ֆասոյի հետ կարելի է իրականացնել, ասենք Զիմբաբվեի հետ կարող են հումանիտար ինչ-որ բաներ իրականացնել, չգիտեմ, կրթական ծրագրեր կամ մշակութային, ինչ վերաբերվում է տակը մնացած տնտեսական հարաբերություններին, այո, մենք գտնում ենք ԵԱՏՄ-ում եւ ԵԱՏՄ-ում ուզած-չուզած այդ հարաբերությունները ինչ որ կերպ պետք է լինեն։ Մասշտաբես Լարսի ճանապարհը կա, չենք մոռանում 40 մեգադախլչիները, որոնք գումար են աշխատում Ռուսաստանի հետ առևտրոնալուց, այո, դա մնացել է, այդ մասը կա, բայց ռազմավարական առումով Ռուսաստանը վերջացել է, սպառվել է եւ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության պետական բյուջեն, որ ահռելի դեֆիցիտով է հաշվարկվում, որ տնտեսական աճը իրենց մոտ սպասվում է 1-2-3% սահմաններում, այսինքն իրանք նույնիսկ հնարավորություն չունեն, ու այս ամենը իրենց պետական պաշտոնական հայտարարություններն են 26-29 թվականների, այսինքն 3 տարվա գալիք, որևէ բան չի մնացել իրենց մոտ, նույնիսկ պետական մակարդակի վրա, որպեսզի լավ ցուցանիշներ տան, հետեւաբար ինչ որ մի կերպ պետք է մի բանով զբաղվեն։ Ուրիշ հարց է, որ Հայաստանից բացի երևի թե ոչ մեկ չի ընդունում իրենց այս մակարդակով եւ ասենք օքեյ լավ եկավ ասեց գնաց Ակի որ ասում եք Ռուսաստանը փորձում է մնալ Հայաստանում, ինչն է նվազել Հայաստանում Ռուսաստանի էներգետիկ կախվածությունը Չէ, այդ ամեն ինչը տեսեք կախվածությունները դրանք բոլորը կոմերցիոն են բազմից ասել եմ նույն գազի առումով Հայաստանը այդքան կախված չի Հայաստանի կախվածությունը տնտեսական առումով Ռուսաստանից դա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ այդ 40 մեգադախլչիների որոշումն է դա անհրաժեշտություն չի դա այնպես չի որ Հայաստանը շանս չունի փոխարինելու ռուսական ցանկացած ապրանք ասում հենց հիմա մենք զբաղվում ենք նրանով որ չգիտեմ արևածաղիկից այդ ցորենը ալուրը ոսպը այդ ամեն ինչը փորձում ենք հիմա ուկրաինական բանը շուկան որպեսզի բացվի մեզ համար եւ Հայաստան ներկրվի ուկրաինական ապրանք որը անորոշակյալ է ամերոպական ստանդարտում համ գները ավելի հարմար է որովհետեւ այնտեղ էլ պատերազմը իրանց համար շատ կարեւոր է այդ վաճառքները ապահովել դուք պատկերացրեք որ այս պահին մենք Ուկրաինայից կարող ենք բերել բարձրակարգ ցորեն ասենք չգիտեմ Ռուսաստանի երկրորդ կամ երրորդ կարգի գնով կամ կարող ենք բերել բարձր որակի արևածաղիկի Z, որը միշտ հայկական շուկայում եղել էր մասնավորապես բրենդեր կային, օրինակ Ալեինան բանը, որը պատերազմից հետո դադարել է, հիմա կարող ենք բերել։ Եվ խնդիրը նրանում է, որ մեր կառավարության որոշումն է, որ իրանք մնացել են Ռուսաստանի ազդեցության տակ։ Ոչ մի ուրիշ բան չկա։ Գազը նույն պարսկական գազը կա, տարբերակներ կան նաև այլ տեղերից այդ գազը ապահովել, խտացրած գազ կարելի է վերցնել, բազմաթիվ բաներ կան։ Էլ եմ ասում, դրանք բոլորը կամքի հարց է, որ որոշել են, մնացել են, հիմա մնացել են տենց է գնում։ Օվերչուկի այցը հաջորդում է Ռուսաստանի արտգործ նախարարության հայտարարությանը,
ըստ որի թրիփի հետ կապված Ռուսաստանը ուզում է քննարկել հասկանալի իր դերակատարությունը, մասնակցությունը, որովհետև ռուս պաշտոնյան ասում է մենք երկաթուղի ունենք Հայաստանում, հա, կառավարումը մենք ենք ստանձնել, այդ ճանապարհը մեր զորքերի մոտով է անցնելու եւ ասում է հնարավոր չէ, հարգելի գործընկերներ, առանց մեզ։ Օվերչուկը արդյոք եկել էր սրա հետ կապված ինչ որ պայմանավորվածությունների հետևից, թե ոչ։ Ըստ հայտարարության ոչ, որովհետև եթե նման հարց քննարկվեր, դա պարտադիր կլիներ հայտարարության մեջ, դա մեկ։ Երկրորդ, իհարկե այդ պաշտոնյան, որը նման հայտարարություններ արել, ինքը կամ հերթական բանն է, վատ որակի օղուց մի քիչ ուշ կկորցրել է, էլի։ Ոչ, չի լինելու տենց բան ակնհայտ է, որ չի կարող ռուսական կողմը մտնել այդ պատմության մեջ, իրանց զորքերի կողքով չի անցնելու, իրանց զորքերը գնալու են, ինչ վերաբերվում է երկաթուղուն, երկաթուղին ընդհանրապես կոնցեսիա է, որը չպետք է երկարացվի եւ առնվազն ես որոշ տեղեկություններ ունեմ, որ չի երկարացվելու, որովհետեւ Ռուսաստանի երկաթգծերը որպես այդպիսին իրանք իրենցով գրեթե սնանկ են, այսինքն 1.5 տրիլիոն ամեն տարի Ռուսաստանի պետական բյուջեից ստանում են սուբսիդավորում, որովհետև չեն կարողանում ապահովել, դա մեկ, երկու իրանք գտնվում են խստագույն պատժամիջոցների տակ եւ չեն կարող իրականացնել շինարարական աշխատանքներ, իսկ այնտեղ շինարարական աշխատանքների մասին է խոսքը։ Իսկ եթե ամերիկյան ընկերությունները կամ հայկական ընկերությունները պետք է իրականացնեն շինարարական աշխատանքները, ապա ինչ իմաստ ունի դա հետո հանձնել Ռուսաստանին, որովհետև ավելի հեշտ է մնացած Ռուսաստանի ձեռքից վերցնելը։ Այս այնտեղ բան չի, թեմա չկա։ Բացի ամեն ինչից ես շարունակում չհավատալ այդ երկաթգծի աշխատանքին։ Թրիփը նկատի։ Այո։ Բայց այնուհանդերձ Ռուսաստանի այս ակտիվությունը այս փուլում ինչով էր պայմանավորված, որ իրենք էլ պետք է ներկայացված լինեն։ Այն ինչ որ ամենասկզբից ասեցի, իրանք հասկանում որ դուրս են մղվում, եւ եթե նախկինում դա ուղղակի գնահատվում էր, որ Հայաստանն է դա անում, հա, ասենք թե ինչ որ եթե Հայաստանում իշխանություն փոխվի կամ Հայաստանում մի քիչ ավելի պրոռուսական չնայած ավելի քան ԿՊ-ն, չգիտեմ, ավելի քան ԿՊ-ն չի կարող պրոռուսական լինել, արդեն այն մակրոսական է, էլի։ Խոսքը նրա մասին է, որ արևմուտքի աշխատանքը, մասնավորապես Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները եւ Եվրամիության հայտարարությունները Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության, Հայաստանի ստորագրված պայմանագրերը տարբեր երկրների ռազմավարական համագործակցության եւ այլն, իրանք թույլ չեն տալիս Ռուսաստանին նույնիսկ ենթադրել, որ Ռուսաստանը ստեղ կմնա առաջնային դիրքեր։ Բացի սրանք կարելի է գումարել տարբեր բաներ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեռևս Բայդենի ժամանակ ընդունած սպիտակ գիրքը Հայաստանի հետ հարաբերությունները 22 թվականի մայիսին կներեք հրապարակված ինքը ամբողջությամբ նվիրված է նրանց, որ Հայաստանին պետք է Ռուսաստանը դուրս վռնդվի, պաշտոնապես Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել են եւ այդ թուղթը չի փոխվել, այդ Թրամփի բանը չի։ Բացի դրանից կա նաեւ Ֆրանսիայի ահռելի մեծ ազդեցություն նույն այդ տարածաշրջանում, հիշենք, որ Ռոնալդը եւ Սյունիքը կնքել են այդ պայմանագիրը եւ պաշտոնապես Ֆրանսիան հայտարարել է, որ Սյունիքը եւ Ռոնալդը իր համար նույն տարածաշրջանն է։ Այսինքն կա Եվրամիություն մեծ, կա առանձին Ֆրանսիայի ազդեցություն կոնկրետ Սյունիքում, կա Ամերիկայի որոշում, որ Ռուսաստանը պետք է տարածաշրջանից դուրս գա։ Կան հարաբերություններ, որոնք ամեն անգամ խորանում են, ասենք նույն Հնդկաստանի հետ կամ Չինաստանի հետ կամ բանում Չինաստանն էլ չէ մեծ հաշվով հակառուսական, որտեվ փոքր է տարածքը ամեն խոշոր տնտեսություն ստեղ որ մտնում է, ինչ որ մեկից մի բան վերցնում է եւ ինչ որ մեկը դա Ռուսաստան, որտեվ ասենք իրանք չհիմնավորված բացառապես Հայաստանի ղեկավարության բաց թողումների պատճառով վերցրել են շուկայից գալի մասը եւ ոտները դրած ոտներին ընդհանրապես չհետեւելով ոչ մի բանին, ասենք չէին ապահովում որակ, բայց վերցրել են շուկան։ Հիմա պետք է դուրս վռնդվեն։ Ու իհարկե բնակչության Հայաստանի քաղաքացիների եւ մեծ հաշվով հայ ազգի վերաբերմունքը իրենց նկատմամբ որպես դավաճան
եւ իրանց ռազմական հանցագործությունները, որոնք իրանք Ուկրաինայում են գործում եւ դա չի անցնում բարձր, իրանք շարունակել են մնալ պատժամիջոցներ։ Հասկանում եք որոշումները, որոնք կայացվել են Ռուսաստանի առանձին ընկերությունների եւ ընդհանուր առմամբ Ռուսաստանի պատժամիջոցների տակ պահել Եվրամիության, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, դրանք հայտարարվել են, որ չեն դադարելու, այդ պատժամիջոցները չեն դուրս գալու։ Նույնիսկ պատերազմի ավարտից 10 տարի հետո, մասնավորապես Եվրամիության բոլոր պատժամիջոցների վերաբերյալ կա Եվրամիության բանի օրենքի ուժ ունեցող որոշում, որ պատժամիջոցները դուրս կգան պատերազմի ավարտից 10 տարի հետո առնվազն, էլ եթե Ռուսաստանը ռեպարացիաները, այսինքն այդ հետ պատերազմյան վճարումները Ուկրաինային իրականացնի։ Դա փաստացի նշանակում է, որ Ռուսաստանի ամենամեծ շուկան, որը Եվրամիությունն էր եւ ամենաշահութաբեր, Ռուսաստանի մնում է փակ։ Նույնիսկ պատերազմը եթե վաղ ավարտվի։ Այդ անհույս է, այսինքն Ռուսաստանը չունի ոչ մի շանս տնտեսապես առավել եւս տեխնոլոգիապես, ճարտարագիտական առումով ինչ որ մի բան առաջարկել Հայաստանին։ Ինքը ոչնչություն է։ Բանակի առումով ոչնչություն է, տեխնոլոգիաների առումով ոչնչություն է, կրթության առումով ոչնչություն է, բնակչության առումով պաշտոնապես ասում են այնքան չկա բնակչություն, որ Հնդկաստանից ենք մարդ բերում, Հնդկաստանից մենք է կարանք բերենք, դու ինչն ես պետք։ Տրամաբանական հարց է, չէ՞, ասում ինչի պիտի պահես հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ մի պետության հետ, որը ինքը իրենով գտնում է ճգնաժամի մեջ եւ որպեսզի իր տնտեսությունը զրոյական մակարդակի վրա պահի, ինքը ստիպված է լինելու բերել Հնդկաստանից ցածր որակի աշխատուժ։ Այդ ինչ եղավ, ինչ տա պետք, որպես ինչ։ Հենա դու էլ կարող ասել այդպես հարաբերվես։ Բայց Լավրովն ասում ենք գլուխ քարով է տալ։ Դաշնակից դավաճանող պետություն ենք, ասում են ով է, ասում որ մենք Սիրիայի օրինակով է ճիշտ ասում, բայց չկա նման բան, որ մենք երբևէ պետության որևէ դաշնակցի դավաճանենք։ Իսկ հակառակի օրինակը կա։ Իհարկե միշտ են դավաճանը։ Հայաստանը էլ թողենք մի կողմ։ Բազմաթիվ օրինակներ միշտ Ռուսաստանը դավաճանել է։ Այդ իրանց համար լրիվ նորմալ վիճակ։ Բացի դրանից Լավրովը դու չէիր Լավրովին պատերով տվել։ Հարցը տվել։ Կուլտուրայի դելնելով ասում ես հարց էր տվել, բայց ասենք դա գնահատվել է որ պատերով ես տվել։ Զարմանում եմ քեզ որ Ռուսաստանը ընդհանրապես ինձ թվում է չեն թողել կյանքում։ Սև ցուցակում ես իմ ման։ Չէ, ասենք նորմալ է, պետք է մի բան ասել։ Իսկ մա պետք չի հուշումներ անել։ Հա։ Ուզում ես գնաս Ռուսաստան։ Դե, այստեղ հարցը հետևյալն է։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարության մեջ գտնվող մարդիկ, ովքեր հիմա ղեկավարության մեջ են եւ եկել են 2000-ականների սկզբին, հա, այդ անմիջապես Ելցինից հետո, իրանք նաեւ անձնական ճգնաժամի մեջ են, հոգեբանական բան է, չեն հասկանում ինչ եղավ։ Բացի նրանից, որ բան են, տենց մի քիչ տարիքը առած են, ճկուն չի արդեն ուղեղը, համ չեն հասկանում որտեղ են սխալվել, հա չեն հասկանում ինչ են իրանց բոլորը իրանցից ուզում հեռու մնան, ինչի են իրանք ճանաչվում ռազմական հանցագործ, ինտերնետից հեռու մարդիկ են, հա, մասնավոր ծերուկները, ասում է, Պուտինը ինտերնետը փակում է, որովհետև դա ինքը գլուխ չի հանում, համարում է, որ դա պետք չի, դրա համար ասում է փակեք, որ պատկերացնես ինչքանով է Ռուսաստանը վարի գնացել տեխնոլոգիական առումով, ուկրաինական դրոնները, որ հարձակում են անում խորքերը իրանց բաներ գիտես, նավթային, նավթամշակող գործարաններ, պաշտպանական ոլորտում աշխատող ընկերություններ եւ այլն, կա ռուսական պետական որոշում կար, ոկնում մինչև հիմա գործում է, որ բջջային կապը անջատում են, որովհետեւ իրանց պատկերացումով այդ ուկրաինական դրոնները մեջը ռուսական SIM կարտա դրած, ու իրանք թռնում են այդ ինտերնետով, այսինքն բջջային ինտերնետով ռուսական ցանցի, դա բացարձակ հիմարություն է, եւ ամենաառաջի օրվանից երբ սկսեցին անջատել, բայց հարվածները չդադարեցին, կարելի էր հասկանալ, չէ, որ ռազմավարություն չի աշխատում։ Անջատես, չանջատես այդ կապը միևնույնն է։ Ինքը գալի կպնում է, ուրեմն ուրիշ տեղ է, բայց քանի որ ինքը Ռուսաստանն է, ինքը բութ է, ինքը տեխնոլոգիական բավականին հետամնաց երկիր է,
Քանի որ ուրիշ լուծում չկա, իրանք շարունակում են ինտերնետը անջատել։ Քանի որ չեն պատկերացնում ոնց է դա այդ դրոնները ոնց են կառավարվում կամ չեն կարողանում դեմ առնել, որոշում են պետք է անջատել։ Սա տիպիկ Ռուսաստանն է։ Սուզանավը Վարշավան կա։ Սուզանավը դրոնով։ Հասկանում ես, նավահանգիստում կանգնած, խորքում, ռազմական գործողությունների ընթացքում չի, խորքում կանգնած, Նավառասիսկ, 6 հատ ռազմական նավ, ռազմական ոստիկանություն, ուղղաթիռներ, փագ ամեն ինչ բան, տենց ռեժիմային օբյեկտ եւ այլն, այս sense արին անին տրակացնի։ Հիմա դու ուզում ես ասես, որ այդ երկիրը կարա ինչ-որ բան անի, ընդ որում այդ Deep-Sea Baby-ն որ կա, այդ նոաթեսը չի, բայց ասենք թրջող չի, էլի, ստոր ջրյա է, ինքը վաղուց հայտնի էր, իր փորձարկումների մասին ապրիլից գրում էին, և ապրիլից հայտնի էր, որ դա նմանատիպ գործողություններ իրականացնելու համար է, դրա դեմ առնել կարելի է, և իրականում հայտնի է ոնց է պետք դրա դեմ առնել, բայց իրենք չեն կարողանում, այսինքն Ռուսաստանը չի կարողանում արձագանքի վտանգներին, այդ ամբողջ հարցը, վերջ, վերջացել է, հիմա Լավրովը պարզապետի ասի ոնց մենք դավաճանել ենք, մենք լավն ենք, բան, ինչ եք դուք մեզ ծեծում, որտև արդեն բոլորն են ծեծում, էլ ոչ մեկ շանտեղ չի դնում, բան չի մնացել, որ նայես հիմա Պուտինը վերադարձել է այն վիճակին, որ քաղաքաթայ է տալիս, ինքը հիմա ասենք Եվրոպայի ղեկավարներին ասում է պատսվինք, այսինքն անձնական վիրավորանքների է անցնում, իսկ երբ որ Պուտինը ասում անձնական վիրավորանքների, դա նշանակում որ շատ վատ է վիճակ, որ ինքը հիմնականում տենց մի քիչ տենց Բայց եթե վիճակը այդքան վատ է, ինչ են Եվրոպայի առաջնորդները կարծում, որ Ռուսաստանը կխաթարի Հայաստանում 26 թվականի ընտրությունների բնական որտեղ դա ռազմավարությունն է, իրանք Մոլդովայի օրինակը տեսել են, չեն ուզում կրկնվի։ Պրոակտիվ են գործում, ի տարբերություն Մոլդովայի եւ Ռումինիայի, եթե հիշում ես Ռումինիայում իրանք ընդհանրապես ուշացան։ Ռումինիայում իրանք ստիպված եղան համանդրական դատարանով այդ հարցը լուծել եւ բան անել։ Մոլդովայում ուշացան, ընտրությունների օրվան շատ մոտիկ սկսեցին հակազդեցությունը, բայց հասան հաջողության։ Հիմա Հայաստանում պրոակտիվ են գործում, նախապես են մտնում, որպեսզի նախապես փակվի։ Հայաստանում իհարկե Ռուսաստանին ավելի դժվար է աշխատել, որովհետև Հայաստանը մոնոէթնիկ է եւ մեծ հաշվով դրսի համար անհասկանալի։ Ռուսական պրոպագանդիստները այդտեղ շատ վատ են աշխատում, քաղտեխնոլոգները շատ վատ են աշխատում, չեն հասկանում եւ դրա պատճառով տապալվում են։ Ունեն չի որ կարան հասկանան։ Հայաստանում ասենք ինչ ասեմ կարող է իրանական հեղափոխությունը որ փոխվի, որ այնտեղ նորմալ ռեժիմ լինի, բան, իրանական այդ համապատասխան մասնագիտությունները զարգանան, իրենք գնան սովորեն կան, հայ իրանական մասնագետները Հայաստանի վրա ավելի լավ կաշխատեն, քան ռուսները։ Բայց ամեն դեպքում ինչ վտանգներ է սպառնում Հայաստանին։ Այդ ընտրությունների մասով, որ Եվրոպան անհանգստացած է, միլիոններ է տալիս մեծ բանի մասին է խոսքը։ Վտանգը հետևյալն է, որ օրինակ վտանգ է, եթե ռուսամետ ուժերը ունենան այնքան տոկոս, ինչքան հիմա ունեն։ Այդ վտանգավոր է։ Ավելովա չունենան։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը միակն է, եւ պետք է մնա միակը, որը ամենառուսամետն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ռուսամետությունը պետք է ներկայացված լինի Նիկոլ Փաշինյանի կուսակցությունով։ Եթե դա այդպես չի, դա վտանգավոր է։ Ինչ վտանգ է։ Ինչ է անելու Եվրոպան մարդկանց կամ արտադրության վրա է։ Չէ, ուղղակի որպեսզի կեղծ բաներով հիմքերի վրա բողոքի ակցիաներ, բաներ չսկսվեն, ու հիմնականում դրանք հակաեվրոպական բնույթ են կրում։ Առավել ևս հիմա Տրամպի այս բանով նաև որ Տրամպն էլ չի համարվում, Տրամպ պաշտոնապես հայտարարել է, որ Եվրամիությունն է թշնամին է։ Այսինքն ստեղ արդեն կա երկրորդ թևը, էլի, որ մենակ Ռուսաստանը չի։ Այո, իհարկե ցանկալի է այս գլխից կասեցնել, որ եվրոպական պրոյեկտը Հայաստանում չտապալվի, որովհետև իր դեմ աշխատում են։
Սա միջամտության փորձ չէ դրություններին։ Խոսքը բանին է, կիբերանվտանգությանն է վերաբերում։ Հա, կիբերանվտանգության Եվրոպայի գործողությունները։ Եվրոպան գործողություն չունի, Եվրոպան ունի դա հաստատված բյուջե, որը հասանելի է բոլոր երկրներին, ցանկացած երկրի, ով ուզում է հակազդել ռուսական ռոպագանդային։ Այդ բյուջեն հասանելի է։ Նամակով դիմում ես, ասում ես խնդրում եմ տրամադրեք, ասում են արվերցրու։ Նշել որ Եվրոպան եկել խնդրել է կամ ասել է առես փողը վերցրու։ Դիմում ես նամակով տալիս են։ Ինչ կապ ունենք։ Քո որոշումը։ Հիմա Հայաստանի իշխանություններն են դիմել։ Դիմել են, հա, ճիշտ է։ Եթե ԿՊ-ն համարվում է ռուսամետ ուժ։ Այո, դաշտում չէ, ոչ թե ես տենց համարում եմ, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ինքը նաև մյուս ազգային ժողովում պետք է մնա միակ ռուսամետ ուժը։ Վերցրեն լավ են արի, իրանք իրանք կոնկուրենտներին վերացնելու համար են վերցրի, կարող է մսխեն, կարող է չմսխեն, չգիտեմ, իրանք խնդրեմ։ Բայց հետո դատախազությունը կպարզի այդ փողը վերցրեք երել են, թե ինչ են արել։ Բայց ասենք տրամաբանորեն վերցնել, Մոլդովայի փորձը հաշվի առնելով, որովհետև լրջորեն կարա դա վերացվի, եւ խոսքը ոչ այդքան ընտրությունների մասին, այլ տարբեր տեսակի անիմաստ բողոքի ակցիաներ կամ չափ անցնող կամ ուժի կիրառման վտանգ ունեցող գործողությունների մասին է խոսքը։ Այդ դեպքում երբ որ այդ գումարը վերցնում է ԿՊ-ն, իշխանությունը եւ պետությունն է վերցնում, իշխանությունները չեն վերցնում։ Պետությունը այդ գումարը երբ որ ծախսելու է այդ ուղղությամբ, իսկ դուք ասում եք, որ ԿՊ-ն եւս ռուսամետ է, հա? Եվրոպացիների համար էլ է ռուսամետ ընկալվում։ Եվ եթե ռուսամետ է ընկալվում, ինչի են տվել։ Ինչ են օգնում։ Իրանք Հայաստանն են օգնում, ոչ թե ԿՊ-ին։ Որտեղ այդ գումարը կարող գնա, ասենք, չգիտեմ, սերվերային միջոցներն էս չէ, որ այդ գումարը գնալ ինչ-որ մեկի։ Հա, բայց ասում եք ռուսամետ է, այսինքն իրանք հնարավորներից է։ Չեն ծախսի այդ ռուսական քարոզչության դեմ պայքար։ Ինչի, չէ, տենց չի։ Արի վերաձևակերպեմ, որպեսզի պարզ լինի։ Ստեղ ռուսամետության աստիճաններ կան։ Հա, օրինակ Նիկոլ Փաշինյանը գտնվելով Գերմանիայում, ասում է, ես հիմա գնում եմ Պուտինի մոտ, լավ եմ անում, ես Պուտինի հետ եմ լավ, Մերսի հետ եմ լավ։ Սա համարվում է ռուսամետություն։ Բայց Եվրոպայի համար ընդունելի մակարդակով։ Չգիտեմ ինչու, բայց համարվում է ընդունելի։ Հիմա դա իրանց ռազմավարության մի մաս։ Կարող է խոսքը վերաբերում է նրան, որ չգիտեմ, Եվրոպան գնահատում է, որ եթե կարան սենց յոլա գնան, то սենց յոլա գնան, մենակ թե պատերազմ չլինի։ Կամ, չգիտեմ, զահլաչ ունեն Նիկոլ այդ գլուխ դնելու, ասում են դե լավ հեծանի վակշում է, իդո լավ է, որ Մերսեդես չի քշում, հեծանի վակշում, то հեծանի քշի, то համել գնա մեկ-մեկ Տաշկենտ։ Ինչ բացատրում ենք, ասում ենք երիկ խոզերի հետ հացուտես գնում է հացաուտ, то տենց է այդ մարդ, ինչ ամփանտի է, ինչ անենք։ Հիմա Եվրոպայի մոտեցումը շատ ազատական է այդ առումով։ Եթե մարդը որոշել է, որ ինքը պետք է խոզերի հետ հացուտի, երկու անգամ ասում են արի սպիտակ մարդկանց հետ նստի սեղան, ասում է չէ, ինձ դե լավ է հարմար է, գնում են լափամանի կողքը նստում, դե լավ ինչ անում։ Ու ստեղ արդեն հարցը մեզ է վերաբերվում, հա, ասենք եթե մարդիկ ընտրել են ընդունում նորմալ է, որ խոզերի հետ են լափում, դե հիմա ասում ինչ անենք, Հայաստանը մերն է, հիմա դետել մեր դարդն է, դե Օրբան կա է, մի մոռացի, ռուսամետության բանի մեջ, այդ սանդղակի մեջ, Նիկոլը նույնիսկ այդքան ռուսամետ չի, ինչքան Օրբանը, որը որ անմիջականորեն վնաս է տալիս Եվրամիությանը, այդքան ռուսամետ չի, ինչքան վրացիները, որոնք գցեցին, այսինքն բառեզբուն իմաստով գցեցին, հա, այնպես որ այդ ցուցակում, որ սկսեն պիտակավորել կամ պատժել, Նիկոլը առաջինը չի։ Երրորդ դերերում այլ։ Իսկ այդ Մոլդովայի սցենարը, Ռումինիայի ռուսական փողեր դրվեն, դա իրատեսական է, որ 26-ին կլինի Հայաստանում։ Տեսեք, Ռումինիան տարբեր էր։ Ռումինիան իհարկե դա չինական սոցցանցի կիրառում, խոսքը TikTok-ի մասին է։ Մոլդովան ավելի շուտ, ինչքան էլ դա ծիծաղալու չի, վկոնտակտի, одноклассники եւ այդ զերծուզբիլների մասին է խոսքը։ Ինչպես կարելի է այդ հարցը փակել Հայաստանում շատ պարզ։ Ուղղակի մերոնք դրան չեն գնա։ Բայց իրականում այսպես է։ Փակում ես վկոնտակտի, одноклассники, Yandex, Rambler, Mail.ru, փակում ես ուղղակի։ Հիմա
հունվարի 1-ից։ Ու մինչև ընտրությունները չես բացում։ Ու վերջ։ Ռուսական պրոպագանդայի այդ բոլոր ալիքները փակում ես։ Չգիտեմ, բոլոր Հայաստանի ընկերություններին այդ թվում ինտերնետ IPTV կոչվածները, հա, որոնք հեռուստատեսություն են տալի ինտերնետային ցանցի միջոցով, իրենց ասում ես եղբայր ռուսական ալիքները վաղվանից չկան։ Կամ տալիս ես, ասենք, ամիսը ամեն բաժանորդի համար ինձ 10 միլիոն դրամ, որպեսզի տենց օրենքով չլինի, որ խոսքի իրավունք ես փակում։ Ասում ես ռուսական ալիքի հեռարձակման համար օրական 10 միլիոն դրամ պետք է մուծես, ամեն մի ռուսերեն հեռարձակու արտինքի համար։ Կտեղավորվեն տոտալ նախորդ, գոնե այդ փողն կդնես հակակո բանի մեջ, հակակիբեր պայքարի մեջ։ Բայց ընդհանուր առմամբ լուծումը շատ հեշտ է, որ փակես 80%-ի համար կփակվի։ Ու վերջ, արդեն դրանից հետո չես կարա, չի աշխատի պրոպագանդան։ Ինքը պետք է ինչ-որ ձևեր գտնի, ինքը պետք է ուրիշ կերպեր անցնի, ինքը այսպես կոչված ԶԼՄ-ները կկորցնեն հնարավորությունը, որտեղ փակում ես դե։ Չկա Rambler, չկա Yandex, չկա ինքը էլ չունի։ Տեղեկություն չունի, չի կարա բանալ։ Շատ արագ է։ Ձեռի հետ կարաս նույնիսկ ժամանակ առ ժամանակ Telegram-ը փակես։ Այդ նորմալ վիճակ է։ Այնպես չէ որ միշտ փակես, չգիտեմ 3 օրը 1, 4 օրը 1 փակում ես, հա 24 ժամով, 48 ժամով։ Բաների համար, մեսեջների համար բաները բացես թողում, մնացած ժամանակ փակում։ Իսկ տեղական էս քաղաքական ուժերով, գործիչներով Ռուսաստանը Իրանք ոչ մեկ են։ Այդ փուչիկ։ միլիարդատերներ կան։ Հետո ինչ։ Դաշտում։ Իրանք միլիարդատեր են, որովհետև Ռուսաստանում իրանք թույլ են տվել այդ գումարները գրել իրանք անվան դիմաց, բայց այդ գումարները նույնիսկ իրանցը չեն։ Վարդանյան Ռուբիկը քեզ օրին։ Այդ իրանց գումարները չեն։ Այդ ասենք կարող է մի հատ FSB-ի լեյտենանտի գումարը, կապիտանի։ Իրանք այդ գումարների տերը չեն, իրանք որ ասես այդ գումարը հանի մի հատ գցի Դուբայ չի կարա։ Կարա փորձի իհարկե, բայց ասենք մինչև բան տան մեծ սենյակից հասնի իրան ընջարան, ասենք ականջները կկտրեն FSB-շնիկները դրա համար։ Այդ իրանց թիվը չի, դու Ռուսաստանում ոչինչ չունես։ Ցավը հայ ազգի նրանում է, որ 1829 թվականից չեն հասկացել, որ դա երկիր չի, որի վրա կարելի է հույս դնել։ Ոչինչ չունես դու Ռուսաստանում, այդ ամբողջը Ռուսաստանի այն վաղ Ռուսաստանի կայսրության ամբողջ տարածքը ունեցվածքը պատկաններ ռուսական ցարին, հայերենում դրանից մնացել է ցարիբոգ, ցարիբոգ, իսկ բանում հիմա դա Պուտինին դու ոչ մի բան չունես, դու ընդհանրապես ոչինչ չունես, շատերը նույնիսկ կնիկ չունեն, տեղյակ չեն, իրանք կյանքի իրավունք չունեն, որտեվ իրանց հիմա տանում են Պոկրովսկի տակ ու վիրավորված վիճակում, ասենք, չգիտեմ, ոդկը վիրավորված քայլել չի կարողանում, իրան մեկը հրամանով անում, տանում են էլի Պերեդոկ։ 300 գաղափար չկա Ռուսաստանի բանակում։ Սա կամ 200 ես, կամ սաղ ցենտրը։ Դասական բաներ։ Այսինքն ոչ մի բանի իրավունք չունես այնտեղ։ Вообще իրավունքը եւ Ռուսաստանը դա ինչ։ Դե չեմ ոնց ասես Forbes-ի ցուցակի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ունեցվածքը Իրանը չի։ Հենց այդտենց Սամվել Կարապետյանի ունեցվածքի զգալի մասը Forbes ինքը вообще համարվում էր անշարժ գույքի թակավոր։ Դա անշարժ գույք է։ Անշարժ գույքի գնահատականը վերջինը եղել է մինչև COVID-ը 18 թվականին։ Դրանից հետո չի եղել։ COVID-ի ժամանակ բոլոր այդ տարածքների գները կիսվել էին առնվազն պատերազմը սկսելուց հետո երևի այդ կիսվածն էլ է կիսվել։ Հենց որ նույնիսկ գնային առումով որ նայես առանց պատերազմը դիտարկելու, առանց կենտրոնանալու, որ ինքը ասենք բանա, հայա թշնամական մթնոլորտում, միևնույն է, այդ թիվը բան չի, արդեն միլիարդներ չի։ Այսինքն Forbes-ի ցուցակը ասենց ինքը գնահատում է։ Նկ այս բաժակը որ տամ քեզ Forbes գնահատի, որ այս բաժակը 75000 եվրո է, ինքը կասի, որ Նարեկը 75000 եվրո բան ունի, օպերացիոն հնարավորություն։ Բայց որ մեկը գա դուրը ծեծի ասի Նարեկ ջան ինձ 5000 եվրո դու չես կարողանա տաս, որտեղ դու սկզբից պետք է այս բաժակը վաճառես։ Ու դու չես կարող այս բաժակը վաճառես, բաժակի այսքան կտորը վաճառես, որ 5000-ը հանես տաս։
դու ամբողջությամբ այս ունեցվածքից պետք է զրկվես։ Իսկ եթե ինքը սիներգիայի բան, ասինքն դու պետքա ամբողջ կոմպլեկտը բաժակների ունենաս, որ ինքը լինի 100,000, մի հատիկը վաճառես, այն 100,000-ը արդեն կդառնա 400, որովհետև այտենց է։ Ինքը ոչ թե 400,000, այլ $400, որովհետև կորցրեցիր մի հատը, սիներգիայի բանը կորավ։ Նույն պրինցիպով Forbes-ն է, Forbes-ը ընդհանուր առմամբ ինքը Պրոֆտեխ ուսումնարանի մակարդակի մարդկանց համար վարկանիշներ են, որոնք իրականության հետ կապ չունեն։ Որոնք կապ չունեն։ Դու այդ մարդը, որ ասում ես միլիարդ ունի, օրինակ Apple-ը ունի 300 միլիարդի cash, հատուկ նշվում է, որ cash ունի բանկային հաշիվներին։ Դու կարաս գնաս Apple-ին, ասես ինձ 1 միլիարդ cash տուր, ինքը ասի գնա Morgan Stanley, ես թուղթը ցույց տուր, քեզ sense բանով դեռնատարով cash կտան։ Բայց Elon Musk-ը cash չունի։ Ինքը ունի Tesla-ի բաժնետոմսեր, որոնք գնահատվում են այսինչ թիվ, որովհետեւ ինքը cash դարձնի, ինքը պետք է այդ բաժնետոմսերը վաճառի բորսայում։ Այդ ամեն ինչը պետք է լինի, բացիկին հենց հիմա չունի։ Տարբերությունը այդ է, որ cash-ի եւ գնահատված ունեցվածքի։ Պարոն Սարգսյան, վերադառնալով Trip-ին, ամերիկյան կողմը հայտարարում է, որ աշխատանքային խմբեր են ձևավորվել, առաջիկայում մինչև տարեվերջ առաջին նիստն է տեղի ունենալու։ Փաշինյանը ասում է, որ Trip Company ընկերություն է գրանցվելու Հայաստանում, որը զբաղվելու է ենթակառուցվածքների կառուցման հարցերով։ Եվ սրան զուգահեռ ունենք ելի մտահոգություն Թեհրանից։ Թեհրանինը համընկնում է Ռուսաստանի հետ, նույն օրը գրեթե տարածվեց այդ հայտարարությունները։ Ինչով էր պայմանավորված դա։ Ինձ չի թվում, որ իրենք կոորդինացրել են։ Ինձ ավելի շուտ թվում է, որ Թեհրանի հայտարարությանը ի հակադրում են Ռուսաստանն է հայտարարություն անել, որովհետև Թեհրանի պարզ է, Թեհրանը կոչում է դա Զանգեզուրի միջանցք, ասում է վատ բան է։ Ռուսաստանը չի ասում վատ բան, ասում է լավ բան է, բայց ես պետք է լինի։ Դրանք տարբեր են։ Թեհրանը իհարկե համարում է, որ դա վատ բան է, որովհետև Թեհրանը շատ լավ հասկանում է, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն, ու այդ սխալները մի կրկնի։ Այդ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն։ Դա Տրամպն է եւ իր հետ հանցավոր համաձայնության։ Այդ քարտուղարի տեղակալն է գալիս տեղ հայտարարում։ Հասկանում եմ, բայց Տրամպի ադմինիստրացիան ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ շատ քիչ աղերս ունի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերը հաստատվում են Սենատով։ Եթե Սենատով դա չի հաստատվել, դա մի տեսակ բան։ Հիմա օրինակ Զելենսկին ինչպես է վարում բանակցությունները, ասում է համաձայն եմ, ցանկացած բանի համաձայն եմ, մի հատ պայման ունեմ։ Բանին այդ վիճոկին ու զյաճոկին է տաս, ասել է տարեք մցրեք Սենատ։ Սենատով անցկացրեք օրենքի ուժ սարքեք Ամերիկայում, պատրաստ եմ ցանկացած ձեզ այդ համաձայնության գալ։ Իսկ այս օթում տրֆս վիճակները, որ եկեք մի հատ ֆիրմա սարքենք, բան անենք, քանի որ արդեն բացահայտվել է, Wall Street Journal-ը նույնիսկ հրապարակել է, որ վիճոկի եւ տնփեսակ ուժների հետաքրքրվածությունը Ռուսաստանի անմիջականորեն կապված է նրա հետ, որ Ռուսաստանը իրենց առաջարկել է բիզնես շահեր Ռուսաստանի Դաշնության տարածքում, այսինքն դա գնահատվում է որպես կոռուպցիոն գործարք։ Վստահ եմ, որ Trip-ի մեջ բացի այն մասից, որը նախատեսված է Բայդենի ադմինիստրացիայից ստորագրված ռազմավարական այդ խարտիայի, որը հունվարի 16-ին ստորագրվեց, բոլոր մնացած դրան ի հավելումն բաները, որ կա, ես գնահատում եմ դա որպես կոռուպցիոն ռիսկ ու ինքը պետք է մնա մինչև առնվազն 26 թվականի աշնան վերջ, երբ տեղի կունենան կոնգրեսի սենատի այդ 1/3-ի փոփոխությունները, midterm-ը, որից հետո, ասենք, պաշտոնապես դիմել կոնգրեսին եւ սենատին, խնդրելով, որ իրենք տան գնահատական։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից բխումը, Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են դրա մեջ ներդրում անել կամ այդ ներդրումների համար պատասխանատվություն կրել կամ այդ ներդրումները ինչ որ կերպ պաշտպանել։ Որովհետև հիմա, եթե խոսքը գնում է ինչ-որ մասնավոր ընկերությունների մասին, եւ այդ մասնավոր ընկերությունները Նյու Յորքի ֆոնդային բորսայում, չգիտեմ, լիստինգ անցած չեն ու Fortune 500-ի մեջ չեն, S&P 500-ի մեջ չեն, ասենք, շատ կներեք, բայց ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1500 տարի պետք չի, որ Կուշների օֆշորի զոնայում գրանցված ինչ-որ մի հատ ՍՊ գա իմ երկրին տիրություն անի։ Դու գրան գրողի ծոց է։
Թեհրանը ինչ քայլերի կդի։ Ոչ մի քայլերի չի գնա, Թեհրանը ոչ մի քայլերի երբեք չի գնում։ Թեհրան խոսում է։ Թեհրանը միակ քայլը որ կարա անի, ասենք հələ մի քիչ մոտո եթե պոլոջիկ ուժ ամնացե, կարա ասենք Իսրայելին ռոմակոծի, եթե անհրաժեշտություն լինի։ Ուրիշ ոչ մի։ Չէ, տարածաշրջանում Թեհրան չի գնան այնց քայլերի, որոնք կապակայունացնեն Հայաստանում վիճակը դա մոռացեք։ Շատ նուրբ է այդ հարցին վերաբերում։ Իր համար սա դեպի Եվրոպա ելքն է, իրան ինչի համար պետք է Հայաստանը ապակայունացնի։ Կա առաջընթաց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործ։ Նավթ է գալիս, նավթամթերք են։ Ոչ։ Վրաստանը գինը ավելացրել է տրանզիտի ադրբեջանական բեռների համար։ Երկաթգծի։ Վարչապետը ասեց դա անվճար տեղափոխեք։ Ում վարչապետը։ Վրաստանի։ Դու հասկանում ես, չէ՞ որ այդ ձեռքի կառավարման ռեժիմով ամեն անգամ այդ ծորենից փողմի վերցրեք, էսի ձերի բան արեք, դա բիզնես մոդել չի։ Բիզնես մոդելը այն է, որ դու ես գլխից կարաս 3 տարի հետոյի վրա պլանավորես։ Այդ որ սենց բաց են թողում բան են, որ մի հատ անպայման Ալիևը պետք է զանգի, Նիկոլը պետք է զանգի, խնդրի, Օվերչուկը պետք է խառնվի, Կասիմ Ժոմա Տոկաևին պետք է զանգել, խնդրել, ասել հոպար ինչ կլինի, ասա սրան բացի։ Դա կապիկություն է։ Չէ, ես հասկանում եմ, որ ԵԱՏՄ-ն մեծ հաշվով կապիկություն է, մեյմունություն է, զոոպարկ, բայց ասենք ինչքան կարելի է դրան ինչ-որ լուրջ վերաբերվել։ Ասենք գալիս, ինչի համար է գալիս։ Մեկ էլ ինձ բացատրի, ինչ կա որ գալիս սանդերից։ Նավթը։ Հա, ինչի համար։ Ինչն է պրոբլեմը այդ նավթի, որ չկա աշխարհում էլ, հա անպայման Ադրբեջանով պետք է գա։ Էլ աշխարհում չկա ոչ մի։ Հենց Ադրբեջանինն է։ Ադրբեջանը չունի, Ադրբեջանը կոնտրակտներ ունի, չի կարող լրացնի։ Ադրբեջանը 15 թվին Ադրբեջանի հանել 4։ Դա այդպես հայտարարվում է։ Վայ նարեկ ամեն մի հայտարարությանը լսում ես դու։ Պաշտոնական հայտարարություն է։ Ադրբեջանական։ Նաև հայկական։ Նաև առավել եւս այդ հայտարարությունները շամտեղ դնել պետք չի։ Հայաստանը ինչ գիտի ադրբեջանականը նավթը թե չէ։ Դուսկի լաբորատորիա չունես, որ հասկանաս այդ ինչ նավթ է։ Քեզ տեղեկանք են տալու, որ գրածը լինի Մարսից է, Յուպիտերից է կամ ասենք չգիտեմ, որ պետք է սուս-պուս հավատաս։ Դու չունես լաբորատոր հնարավորություն ստուգելու, էդի ազերի լայթ նավթն է, էդը չեն ասա, ազերի լայթ նավթն է, որ լայթն է։ Պարունակությունը ինչ կա նա, ամեն կոմպոնենտ, ինչ պետք է անես այդ նավթը, նավթա գալի թե բենզին, նավթա է թե նավթա է։ Օրինակ ծորենի հետ կապված Գևորգ Պապոյանը, որը նաև ասում է իդե բոլորս այդ հացից կերել են այդ ալուրով թխված հացից։ Շատ վատ է իդեպ, հա, հետո ասում է որ հիմա տեսեք Լարսում թանկացել է բանը, բայց մենք էս տարբերակն էլ ունենք, որ կարանք էժան բերենք։ Ես եւս մեկ անգամ եմ իրան ասում, որ տղա ջան, քեզ Ուկրաինայից առաջարկում են առաջի կարգի ծորեն, որ առանց քիմիական հավելումների կարաս նորմալ ալուր ստանաս։ Ու ինքը հաստատ գոնե նույն գնին է, էլի, եթե ոչ էժան։ Հենց որ թող տարբեր տեղեր ջուր չցանեն, որ ջուր են ցանում, բան չի աճում ասֆալտի վրա։ Թող հիմար դուրս չտան, էլի։ Ուզում եք մնաք ԵԱՏՄ-ում, ուզում եք կապիկություն անեք, կապիկություն արեք։ Պետք չի ձեր կապիկության տակ բերել մթամթե գիտական հիմնավորումներ։ Ոչ, չի կարող լինել ավելի էժան այն տնտեսական հարաբերությունները, որոնք պայմանավորված են հարևան ոչ բարեկամական երկրի նախագահի զանգերով։ Վերջակետ։ Պարոն Սարգսյան, ներ քաղաքական մի թեմայի անդրադառնանք։ Կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած հոգևորականները կոչ են անում, որ հավատավոր ժողովուրդը վաղը հաճ արդեն որ հարցազրույց հրապարակենք լինի նույն օրը ժամը 5-ին միանան իրենց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հանգստի կոչելու արտար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն, թող ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը եւ այլն, ասում է հայտարարության մեջ, սա ինչպես կմեկնաբանենք։ 10 եպիսկոպոսներ, որոնց թվում են Կճոյանը եւ մյուսները, նախ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ ասում են արեք Մայրաթոր, ժողովրդին կանչում են Մայրաթորի բակ, որ կաթողիկոսը։ Իսկ ինչի ես պետք է խառնում եկեղեցական հարցերին։ Սա ավելի նորմալ է, քան որ Նիկոլն ան։
Իրանք են իրենց եկեղեցին է, իրանք եպիսկոպոսն, իրանք այդ իրավունք ունեն, իրանք դրանով ոչտված Բայց իրենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո են։ Okay, բայց դա չի իրենց չի սարքում ոչ մեղավոր, ոչ անմեղ։ Ու մետասես կարող հանդիպեն։ Վաղը Սև Սատանայի հետ էլ կարող է հանդիպեն, եպիսկոպոսը։ Իրենց տրված է այդ իրավունքը հանդիպելու բանի քաղաքացին ու ուսումնասիրի։ Լավ, ժողովրդին կանչելով մայրաթորի բակ։ Նարեկ նորից եմ ասում, դա եկեղեցու հարցն է, դա ներքին եկեղեցու հարցն է ու ավելի նորմալ է։ Քաղաքացիներին են կանչում։ Քաղաքացիներին չի, հավատավոր ժողովրդին են կանչում։ Հա, մեր քաղաքացիներին Հասկացա դրան ոչ միայն քաղաքացիների։ Հասկանում ես։ Իրանք չեն ասում Հայաստանի քաղաքացիներ եկեք հեղափոխություն անենք։ Իրանք ասում են հավատացել ժողովուրդ, եկեք մենք ինչ որ իրանց գործընթացն է։ Հասկանում եմ, բայց դա իրանց գործընթացն է, Նարեկ։ Եկեղեցին անջատված է, կրոնը եկեղեցին անջատված է քաղաքական կյանքից։ Մի քանի անգամ սրան անդրադարձել ենք։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը խառնվում է այդ հարցերին, ես կտրականապես դեմ եմ ու ասում եմ, որ գալա։ Կճոյանին կողմեք։ Ինձ միևնույն է, եպիսկոպոսա, ինձ միևնույն է։ Ես իր ազգանունը չգիտեմ, ինձ մեկ է, ես չգիտեի, որ սկի նրա անունն է կդրիչ, նրանը եզրած։ Ինձ մեկ է, չես հասկանում, լրիվ միևնույն է, եկեղեցին առանձին ինստիտուտ է, ուզում է ֆեստիվալ լինի, ուզում է ֆրանգյուլ լինի։ Իրանց գործն է, եղբայր, մի խառնվեք։ Լավ, իրենց հոգևորականների կոչին լսում են հոգևոր Ով որ համարում է, որ իր հավատավոր ժողովուրդը գնում է, նաև գնում է այն հավատավոր մասը, որը կաթողիկոսի։ Հասկացա։ Եվ դա ինչ կհանգեցնի մայրաթորի Չգիտեմ, էդին խնդրեմը չի։ Դա եկեղեցական խնդիր է, Նարեկ, նորից եմ կրկնում, 1500 անգամ ես այս երկրում փորձում եմ բացատրել։ Եկեղեցին դա ինստիտուտ է, որը կապ չունի քաղաքացիական հարաբերությունների հետ։ Քաղաքականության Okay, իրանք որոշում են, որ գնում են։ Հիմա այս ինչքան են 7000 եպիսկոպոսը 30 միլիոն մարդ են ուզում հավաքել են, դե աղոթ են ասեն հոպար գնա, այն էլ իր 30 միլիոնին բանա, որ նրանք էլ հայր մեր ասեն, էսի չգնա, էդի իմ ու քո գործը չի։ Եղբայր չեք կարողանում տարանջատը կար, ինչքան եք սիրում մտնել ուրիշի տեղաշորների մեջ, մենք ուրիշի հավատավոր ես գնա։ Դուք բացառում եք, որ բախում կլինի երկու կողմի Ինձ միևնույն է, եթե քրիստոնեական կրոն կրողի մոտ բախումը ընդունելի է, ուրեմն կամ ինքը քրիստոնեական կրոնի կրող չի, կամ ինքը տենց մի տեսակ բան Շուտ կրոնը կառուցված է նրա վրա, որ չգիտեմ, Սիրեն Զմիմյանս, Աճայտը դեմ տան, երբ որ ձախին չափալախեն կերեբան, թող գնան ինչ ուզում են անեն։ Մեզնից վազն գան, այս թեման, կրոնական այս ամբողջ բանը, քաղաքական կյանքի թեման պետքա չլինի, դա եկեղեցական թեմա է, ես ասել եմ իմ լուծումը որն է, հա, տենց պիտի հավաքվեն, ասեն դու հիվանդ ես հոպար, դու գնում ես բալի բուժվելու կամ Թայիթի, կամ ինչ-որ մի տեղ, գնաս տեղից, չեն ուզում, քեզ գնա էլի, մոհբան չի, զորով չի, ուզում ես զորովից մնաս պատրաստ եղի, որ գալու են տուղտուկ իրանեն վրա, որ գնաս, չորանա ոտերդ, ինձ ինչ, էդ իրանց պրոբլեմն է, եկեղեցական են թող գնան իրենց եկեղեցու հարցերը լուծեն, ես դարդուցավ չունեմ ընկնեմ մտածեմ ամեն մի այդ բանը թափ տալով, ինչը խունկ վառելով, ինչա խոսում որ ինձ վերաբերվում է ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց, նշեց, որ ինձ պետք է կաթողիկոս, որը ամեն օր օտարերկրյա պետության հատուկ ծառայության լեյտենանտին չի զեկուցի։ Տրամբանականը, տարօրինակաբար տրամբանականը, ինձ էլ հատես կաթողիկոս պետք։ Բան չես կարա ասես։ Դատախազությանը հարցնում ես կա այդպիսի բան, որ կաթողիկոսը զեկուցում է, վարույթներ ունեք, ասում են մենք տեղեկություն չունենք այդ հարցով, վարույթ կա նախաձեռնված թե ոչ։ Հոյակապա, այդ էլ դասական Նիկոլ Փաշինյանն ասել է, էլի ոչ ստորակն է։ Այդ ուրիշ հարց։ Այո, ես էլ եմ տենց կաթողիկոս ուզում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասել է, դատախազությունը պետք է Նիկոլ Փաշինյանից հարցնի, դու պետք է գնաս Նիկոլից հարցնես։ Այն որ հավաքվում եք այն 8 ժամ որ խոսում է, վեր կաց ասա, պան Փաշինյանը։ Народ волнуется, требует, это բան կա ասի։ Հայտարարությունը մնաց անհետևանք։ Որ կողմից։
Դե իրավապահ համակարգը ասում է ինձ տեղեկություններ չունեմ։ Ենթադրում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանի մոտ կա տես տեղեկություն, այդ տեղեկությունը դատախազությունով չի իր մոտ հայտնվել։ Դա հայտնվել է կամ ազգային անվտանգության ծառայությունով, կամ արտաքին հետախուզության ծառայությունով, կամ մեր արևմտյան գործընկերներից։ Ասենք կարող է Ֆրանսիայի հետախուզությունն ասել։ Այսինքն հիմնավորում կա այդտեղ, ես չեմ բացառում։ Ընդհանրապես ինքս բազմիցս ասել եմ, որ ինձ համար մարտով Պուտինի շքանշանը ստանում չի կարող լինի այս կաթողիկոս, ամենայնայց կաթողիկոս։ Որ բացառվում է դա։ Դա ընդհանրապես բացառվում։ Ինչու պետք է Ֆրանսիայի հետախուզությունը կաթողիկոս։ Որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին տիեզերական եկեղեցի եւ ամբողջ աշխարհում ներկայացված է։ Եվ ինքը ցավոք սրտի չկա հերքում, որ օգտագործվում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից որպես առանձին վերցած երկրներում հետախուզական եւ դիվերսիոն աշխատանքներ իրականացնելու։ Դե դատախազությունն էլ հարցն է։ Դատախազության հարցը չի դա։ Չէ, բա այս երկրում է այդ հայտարարությունը հնչել։ Հիմա դատախազությանն ասում ենք ուսումնասիրել եք այդ հայտարարությունը։ Ասում է ես տեղյակ չեմ, չէ, վարույթ կա թե չի, ինչ ես ասում։ Ինքը չի ասում չկա։ Բայց դատախազությունն է։ Ճիշտ ես կարդում իրանց պատասխանը։ Ինքը չի ասում չկա։ Ինքը քեզ ասում է ես տեղյակ չեմ, այտենց վարույթ կա թե չէ։ Դա չի ընդհանրում, որ ինքը չգիտի դրա մասին։ Չի կարող ԱԱՑ-ում կամ ՔԿ-ում վարույթ լինել եւ դատախազությունը տեղյակ չլինել։ Ով ասեց։ Կարող է գործողություն օպերատիվ գործողություններ են իրականացվում, դեռ չի գործահասել նրան, որ տան դատախազությանը։ Օպերատիվ հետախուզության գործողություններ են իրականացվում, կարող տեղ չի ասել։ Երբ որ դատախազությունը ասում որ ինքը տեղի դատախազություն չի, դատախազության ներկայացուցիչը ասում է որ ես տեղյակ չեմ, դա չի նշանակում որ համակարգը տեղյակ չի, չկա կամ ասենք բան չի, չէ, դա նշանակում որ ինքը տեղեկացված չի դրա մասին։ Ինքը նույնիսկ եթե լսի միջանցքում անցնելուց, բայց իրան շրջաբերականով չգա, ինքը հանգիստ կարա դուրս գա ցանկացած լրագրողին ասի որ ես տեղյակ չեմ։ Դա նշանակում է տեղեկացված չեմ։ Պետական լեզու է։ Դժվար չէ։ Այդքան բաները նայում եք։ Բանակցություններ, բաներ հիմա տենց նույն ուկրաինական դաշտում, չգիտեմ, միջազգային հարաբերություններում դա ընդունված բան է։ Ես տեղյակ չեմ, դա նշանակում է իմ դեմս դուք չի եկի իմ անունով, որի մեջ գրած է, որ դա տենց է։ Թե ես ուրիշ ինչ գիտեմ, դա իմ գործն է։ Բայց դուք կարծում եք այդ հայտարարությունը կունենա շարունակություն, Ես չգիտեմ, Նարեկ ջան, ես էլի եմ ասում, ես ինքս չունեմ հերքում ինձ համար ոչ մի վերլուծությունով մոդել չկա, որով ես ասեմ, որ դա այդպես չի, այսինքն որ հայ առաքելական եկեղեցու բարձր սան կրողները չեն համագործակցել, չեն համագործակցում ռուսական հատուկ հետախուզական ծառայությունների հետ։ Չունեմ ապացույց, որ դա այդպես չի, այսինքն ունեմ 90% վստահություն, որ առնվազն գոյություն ունեն այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ առաքելական եկեղեցում, ովքեր համագործակցում են ռուսական հատուկ հետախուզության ծառայությունների հետ։ Հետևաբար, այն որ ասում է Նիկոլ Փաշինյանը, ինձ համար ճշմարիտ է։ Այս հարցում, որ հա ճիշտ է, ինքը չի ուզում ունենա վարչապետ, որը զեկուցում է լեյտենանտին։ Եվ այո, լեյտենանտը շատ նման է իրականությանը, որովհետև սրան բան էին տվել, երկրորդ աստիճանի ինչ որ շքանշան։ Ասենք ինչ որ թուլափայել են, որ լավես կախից վրետ, որ ասենք բան չլինի։ Թոշակ ստանաս հետո պլյուս 5000 ռուբլի։ Հայտարարություն է իրական։ Դա գիտես ինչ վիրավորական է։ Երկրորդ աստիճանի շքանշանը Հռոմի պապին համարժեք պաշտոնյա է։ Այդ հայտարարություն է ուղղակի։ Հենց որ լրիվ իսկ ինչ վերաբերում է դատախազությանը վաղ կգա կասեն կամ չեն ասի կամ կարող է սղացնեն ես օրինակ չեմ բացառում ցանկալի իհարկե համաշխարհային մակարդակով հայտարարություն Շնորհակալություն պարոն Սարգսյան հարցազրույցի համար